Ազգային ժողովի մեծարգո նախագահ, ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Արդեն 13-րդ անգամ եմ ազգային ժողովում մասնակցում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին, 6 անգամ մասնակցել եմ որպես պատգամավոր եւ ահա 7-րդ անգամ մասնակցում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ բոլոր այդ քննարկումներում այս կամ այն չափով ընդգծել եմ, որ պետական բյուջեն ոչ այնքան հաշվապահություն կամ թվաբանություն է, որքան բովանդակություն եւ կարևորագույն խնդիր եմ համարում բյուջեի էության, այս էության ըմբռնումը ոչ միայն կառավարության անդամների եւ ազգային ժողովի պատգամավորների, այլև ողջ հանրության համար։ Բյուջեն նաև թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ Ու կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել եւ դարձնել բովանդակային տեքստ եւ բովանդակային տեքստերը կարողանանք արտահայտել թվային ձևով։ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ մենք բոլորս մեր աշխատանքով այսքան գումար ենք տվել, բերել, փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է։ Այս թիվը արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Վարչապետ, կառավարություն, ազգային ժողով, կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև քաղաքացիներ, խոսքը բոլոր, առանց բացառության բոլոր քաղաքացիների մասին է։ 2024 թվականին նրանց մի մասը չի աշխատել, մյուս մասը աշխատել է։ Իդեպ ասեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել։ 2024 թվականի նոյեմբերին գրանցվել է 782,832 աշխատատեղ, որը 192,613-ով կամ 32%-ով ավել է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից։ Այս տարվա ապրիլին, սակայն, արդեն գրանցվել է աշխատավարձերով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 783,547, որը 2018 թվականի ապրիլի նկատմամբ ավել է 242,119-ով կամ 44.7%-ով։ Այսինքն այս պահին արդեն լիարժեք ամփոփված մեր վերջին տվյալն է սա։ Մայիսի տվյալները դեռ ամփոփված չեն։ Այսինքն 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242,119 աշխատատեղ։ Ընդ որում աշխատավարձով ապահովված եւ կարեւոր եմ համարում ասել, որ ես գիտեմ, որ շատ հաճախ լինում է հոռետեսություն վիճակագրությունների վերաբերյալ, բայց այս վիճակագրությունը ավելի քան վստահելի է, ինչու, որովհետեւ այս աշխատատեղերը կոնկրետ մարդկանցով, անուն ազգանուններով, վճարված աշխատավարձերով եւ աշխատավարձի դիմաց վճարված եկամտային հարկով ապացուցելի է, այսինքն այս մի թիվը, որը չի կարող ընդհանրապես որևէ առարկության տրվել։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ։ 2025 թվականի ապրիլին 304,992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 75%։ 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կուտակային գնաճը կազմել է 25%։ Սա թերևս հարցի պատասխանն է, կամ կարող է մեզ օգնել պատասխանել հարցին, թե մարդիկ, որովհետև մամուլում, սոցիալական ցանցերում, քաղաքական հարթակներում այս հարցը հնչում է, թե մարդիկ այսօր ավելի լավ են ապրում, թե ավելի վատ 2018 թվականի համեմատ։ Այս թիվը վկայությունն է
այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Այսինքն իրենց ապրածի կեսի չափով, եթե պատկերավոր նկարագրենք, ավելի լավ են ապրում։ Սա իհարկե չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից։ Նախ այս ասածս վերաբերվում է աշխատող մարդկանց, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ մենք մեծ տեսանելի աշխատող մարդկանց թիվը էականորեն ավելացել է։ Երկրորդն էլ մարդիկ ինչու կարող են գոհ չլինել իրենց կյանքից։ Մի շատ պարզ, հասկանալի եւ լեգիտիմ պատճառով, որովհետեւ մարդիկ ուզում են ավելի լավ ապրել եւ ուզում են ավելի լավ ապրել ինչու, որովհետեւ տեսնում են, այսօրվա Հայաստանում տեսնում են, որ ավելի լավ ապրելը հնարավոր է։ Ավելի լավ ապրելը հնարավոր է, այսինքն էս էլ է շատ կարևոր հանգամանք, որովհետև մարդիկ կարող են տեսնել, որ ավելի լավ ապրելը հնարավոր չի, համաձայն այն ասացվածքի, որ մի քիչ էլ կվատանա ու տենց էլ կմնա։ Փաստորեն հիմա այս տրամաբանությունը որոշակի փոփոխություն է կրել, մարդիկ չեն ուզում, որ մի քիչ վատանա ու տենց մնա, այս մեր թվաբանությունը ապացուցելու ցույց է տալիս, որ լավացել է, բայց եւ քաղաքացիները եւ կառավարությունը եւ ազգային ժողովի մեծամասնությունը առավել եւս լեգիտիմ կերպով համարում են, որ այնքան չի լավացել, որ մենք գոհ լինենք այդ լավացման աստիճանից։ Եվ հետեւաբար մեր խնդիրը ոչ միայն այս թվաբանության աճը ապահովելն է, այլև գոհունակություն ապահովելն է, որը շատ մասշտաբային խնդիր է, որին ավելի ուշ կանդրադառնամ։ Բայց ուզում եմ ընդգծել նաև մի փոքր առաջ անցնելով, որ այդ գոհունակության ընկալումը շատ ուղիղ կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների հետ։ Այսինքն ապրելուց կյանքից գոհ լինելը կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների եւ պետական բյուջեի հետ։ Բայց մինչ այդ մեկ ուրիշ թիվ էլ մեջբերեմ։ 2025 թվականի ապրիլի ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ 2025 թվականի ապրիլին 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ 2018 թվականի ապրիլին, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 94 միլիարդ 206 միլիոն դրամ։ Սա կրկնում եմ բոլոր աշխատողների, բոլոր գրանցված աշխատավարձն է եւ այս թիվը 2025 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 միլիարդ դրամով կամ խնդրում եմ ուշադրություն 153%-ով։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձային ֆոնդը 2025 թվականի ապրիլի դրությամբ ավելի քան կրկնապատկվել է 2.5 անգամ ավելացել է 2018 թվականի ապրիլի համեմատ։ Այս թիվը դժվար է նույնիսկ մեկնաբանել։ Ես օրինակ մտածում եմ ինչ մեկնաբանեմ, ինչ մեկնաբանություն տամ ես այս թվին, այս տարբերությունը շատի ու քչի մասին չի ամենևին, որովհետև սա մի դեպք չի, որ ասենք տեսեք այն ժամանակ քիչ է եղել, հիմա շատ է։ Սա տարբերությունը պետության եւ չպետության միջև։ Մենք չենք կարող այս թվերը համեմատել, ասել գիտեք, տեսեք թիվը այն ժամանակ ինչքան քիչ է եղել, հիմա ինչքան շատ է, որովհետև սա այդ կատեգորիայի եւ այդ հարթության մասին չի։ Սա պետության ու չպետության մասին է։ Վերադառնալով 238 միլիարդ 975 միլիոն դրամ աշխատավարձի ֆոնդին, չեմ ժխտի, որ այստեղ մտնում են թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 3-ից 4 միլիոն կամ նույնիսկ ավել աշխատավարձ, թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 80,000 դրամ աշխատավարձ։ Նաև նրանցը, ովքեր աշխատում են կես կամ 1/4 դրույքով եւ ստանում են ասենք ավելի քիչ։ Այսինքն այս բոլոր աշխատավարձերի հարագումարն է։
Եվ այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում են, աղմկոտ։ Իսկ հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում մոտավորապես հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Ինչու եմ ասում 80-90 եւ ոչ 100%, որովհետեւ մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20%-ը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների հաշվին։ Եվ 10-20%-ը կարող են ցածր աշխատավարձ ստանալ ոչ թե ոչ մրցունակ կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով։ Ներառյալ անարդարությունը, կարգավորումները եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ես որևէ կերպ հնարավոր չեմ համարում, որ այդ շեղումը ավելին լինի 10, մաքսիմում 20%-ից։ Եվ հետեւաբար ուզում եմ ընդգծել 80-90%-ով բարձր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն, եւ 80-90%-ով ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Իհարկե, այս ընկալումը չի կարող վերաբերվել սոցիալական հատուկ խմբերին, որոնք բոլորովին ուրիշ պայմաններում են։ Ահա վերը նշված գործոնն է պատճառը, որ այդ 80-90%-ի մասին հիշատակումը, որ կրթության ոլորտի բարեփոխումները այնքան կարևոր են մեզ համար։ Կառավարությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում մենք որոշել ենք, որ հանրակրթական մեր դպրոցներում մեր աշակերտներին հենց այս ուղերձը պետք է տանք։ Պետք է նրանց ուղիղ եւ աներկբա ասենք. Սիրելի երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք։ Այս համատեքստում սակայն մենք պետք է ընդլայնենք լավ ապրելու մասին մեր պատկերացումների շրջանակը եւ ճշգրտենք այդ շրջանակը։ Ինչ է նշանակում լավ ապրել։ Իհարկե անհատական մակարդակով յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, թե ինչ է նշանակում լավ ապրել։ Դիոգենես օրինակ ապրում էր տակառի մեջ, որովհետև համարում էր, որ դա է կյանքի կատարյալ ձևը, բայց սա էլ առանձնահատուկ դեպքերն են եւ կարծում եմ, որ մենք պետք է ձևակերպենք լավ ապրել ինչ է նշանակում եւ քանի որ մեր կառավարության խոսույթում մարդու երջանկությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, կարծում եմ պետք է նաև ձևակերպել ինչ է նշանակում լավ ապրել լինում է նշանակում եմ կարծիքով լինել երջանիկ, իսկ երբ է անհատը երջանիկ։ Իմ կարծիքով անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմանների, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին եւ կամ մշակույթին։ Հետևաբար, բայց ինչի համար եմ այս ամեն ինչը ասում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ։ Ուզում եմ ասել հարգելի գործընկերներ եւ ասում եմ ի պատասխան նաև այն հարցի, թե որը շատ երկար ժամանակ, այսինքն առնվազն 2018 թվականից հնչում է, թե ինչ է երջանկությունը, կառավարությունը ոնց է ապահովելու երջանկությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս ձևակերպումները տվեցի հետեւությունը անելու համար։ Երջանկությունը, հարգելի գործընկերներ, պետական բյուջեի ծախսային ուղղություն է եւ ծախսային հոդվածների որոշակի տրամաբանություն է։ Երջանկությունը Հայաստանի քաղաքացիների երջանկությունը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային հոդվածների որոշակի ուղղություն է եւ որոշակի տրամաբանություն է։ Փորձեմ հիմնավորել։ Ասացի, որ մարդը երջանիկ է, երբ որ ազատ է։
ազատությունը նշանակում է ժողովրդավարություն, ազատությունը նշանակում է օրենքի գերակայություն, ազատությունը նշանակում է իրավունքի պաշտպանություն եւ դրանք բոլորը արտահայտված են այս կամ այն չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում։ Ժողովրդավարական ինստիտուտների կայացումը եւ զարգացումը, մենք ռազմավարություններ ունենք դրանց վերաբերյալ, այդ ռազմավարությունները ունեն միջոցառումների ծրագիր, այդ միջոցառումները ենթադրում են ծախսեր։ Ընդհանրապես մենք պետք է հասկանանք, որ պետական բյուջեն ամենուր է։ Ցանկացած քաղաքացի, երբ որ վարակույրը այսպես հետ քաշի եւ պատուհանից նայի, ինքը տեսնում է պատուհանից պետական բյուջեի ծախսային հոդված, պետական բյուջեի ծախս կամ պետական բյուջեի ծախսի բացակայություն։ Չկա ուրիշ, պարզապես ուրիշ որևէ տարբերակ։ Ցանկացած քաղաքացի, երբ որ իր տան պատուհան, երբ որ փողոցում քայլում է, ուղիղ է նայում, աչք է նայում, ձախ է նայում, հետ է նայում, ինքը տեսնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային հոդված կամ ծախսային հոդվածի բացակայություն կամ ծախսային հոդվածի անբավարարություն կամ ծախսային արդյունավետ ծախս կամ անարդյունավետ ծախս, այսինքն մենք ուր նայում ենք, տեսնում ենք պետական բյուջեի արտահայտություն։ Հիմա հաջորդը երջանիկ լինելու համար ինչա պետք է տեսության համաձայն մեջբերում Միչայելոց իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծից էր։ Պաշտպանված։ Ինչ նշանակում լինել պաշտպանված։ Բացի վերը նշվածից նշանակում է, որ ունենալ ոստիկանություն, որի վրա կարելի է հույս դնել, ունենալ դատական համակարգ, որի վրա կարելի է հույս դնել, ունենալ արդյունավետ ազգային անվտանգության ծառայություն, հակահաբեկչական պայքարի, հակահետախուզության սահմանադրական կարգի պահպանության գործողությունների համար, ունենալ պաշտպանունակ բանակ, ունենալ ամուր դիվանագիտություն եւ դիվանագիտական ծառայություն, ունենալ որակյալ օրենսդրություն եւ այս ցանկը կարելի է շարունակել, բայց ինչ էլ դնենք, ցանկացած արտահայտություն պետական բյուջեի ծախսային հոդվածը կամ ծախսային հոդվածի բացակայություն կամ ծախսային հոդվածի բավարար չափ կամ ծախսային հոդվածի անբավարար չափ կամ որակյալ բյուջետային ծախս կամ անորակ բյուջետային ծախս։ Երջանիկ լինելու համար մարդը պետք է լինի առողջ։ Ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը։ Եվ մեր տրամաբանությամբ ինչ որ մենք հիմա ուզում ենք անել, նաև դրա արտահայտությունը առողջապահական համակարգի արտահայտությունը։ Ասենք օրինակ մենք առողջապահական համակարգում պետական բյուջեից լիզինգի ծրագիր ենք իրականացնում, որով թե պետական, թե մասնավոր առողջապահական կազմակերպությունները սարքավորումներ են ձեռք բերում։ Եվ դրա շահառուն մարդն է։ Եվ իհարկե առողջապահական ապահովագրության համակարգը մեր պատկերացմամբ այն է, ինչ եւս մի մակարդակով կբարձրացնի մեր քաղաքացիներին, կմոտեցնի երջանկությանը։ Ստեղծագործ լինել, ինչ նշանակում ստեղծագործ լինել։ Ստեղծագործ լինել էլին առաջին հերթին նշանակում է ունենալ պատշաճ կրթություն, որովհետեւ առանց կրթության շատ դժվար է լինել ստեղծագործ։ Սոցիալական միջավայր ունենալ, ինչ նշանակում ունենալ սոցիալական միջավայր։ Նշանակում է բնակավայրում ունենալ, ասենք օրինակ զբոսայգիներ, որտեղ կարելի է գնալ ուղակի այլ մարդկանց հետ շփվել եւ բազմաթիվ այսպիսի ենթակառուցվածքներ նշել։ Ճամփորդել, մարդը երջանիկ լինելու համար պետք է ճամփորդի։ Ինչա պետք ճամփորդելու համար։ Բացի տոմս առնելուց, անհրաժեշտ է, որ տրանսպորտային համակարգ գոյություն ունենա։ Անհրաժեշտ է, որ ենթակառուցվածքներ գոյություն ունենան, ճանապարհներ գոյություն ունենան, ճանապարհային անվտանգություն գոյություն ունենա։ Անհրաժեշտ է, որ օդային տրանսպորտը զարգացած լինի։ Օդային տրանսպորտի զարգացումը պետական բյուջեի կոնկրետ տող է եւ կառավարության այն որոշումը, որի արդյունքում եւս Վիզեր ընկերությունը հայտարարեց
Հայաստանից եւ դեպի 7 ուղություններով թռիչքներ բացելու համար միջինում եւ իրենք են հայտարարել, ես չգիտեմ պրակտիկան, հայտարարության մեջ նշվում էր բազային գին 29 եվրո տոմսի համար։ Հիմա հարգելի գործընկերներ, հասկանում եք, Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հնարավոր է 29 եվրոյով, 30 եվրոյով, 50 եվրոյով տոմս գնել ինքնաթիռի։ Հասկանում եք։ 2016 թվին հնարավոր էր Հայաստանում։ Մի հատ խնդրում եմ եկեք գնանք մի հատ տոմսերի գները հանենք, տենանք ինչ է տեղի ունեցել։ Չէ, օդի հարկը հիմա էլ ունենք, բայց հիմա որոշ ուղղություններով, նաև մեր կարգավորումներով օդի հարկն էլ է, օդի հարկի հարցն էլ է լուծված։ Սիրված աշխատանք ունենալ։ Բազմաթիվ սիրված աշխատանքներ գտնվում են բյուջետային հիմնարկներում եւ կառավարությունը իմիջայլոց բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլ ոլորտներում աշխատատեղերի բացման ծրագրեր է իրականացնում, աջակցության ծրագրեր է իրականացնում, որպեսզի ներդրողներին խթանի նոր աշխատատեղեր ստեղծել։ Առողջ սննդին հասանելիություն, սննդի անվտանգությունը ու սննդի անվտանգության ստանդարտների սահմանումը պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է։ Առողջ ապրելակերպը նույնպես պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է, սկսած մեր դպրոցներում եւ մեր համայնքներում մարզական ենթակառուցվածքներից, որը ստեղծվում է պետական բյուջեի այդ թվում միջոցներով, ներառյալ սուբվենցիոն եւ ոչ սուբվենցիոն ծրագրերով, բայց նաեւ քաղաքացիների ընկալումը առողջ ապրելակերպի նկատմամբ մեծացնելու համար, այդ թվում հանրահռչակման ծրագրեր ենք մենք իրականացնում, այդ թվում որ իմ կողմից հեծանիվ վարելու մղումը, էտել է որոշակի բյուջետային ծրագրի իրականացում ցույց տալու համար, որ ամոթ չի, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չի ուղղակի։ Կներեք իմ կարծիքով ամոթ է, որ չքշի։ Հաղորդակից լինել հոգևոր կյանքին եւ մշակույթին։ Այսօր Հայաստանում շատ ակտիվ մշակութային կյանք կա, այդ թվում բյուջետային են ծրագրերի եւ են բանաձևերի միջոցով, որը կառավարությունը ընդունել է։ Դուք գիտեք, որ մենք արդեն մի քանի մշակութային հաստատություններում էքսպերիմենտալ փորձարարական մեթոդով ֆինանսավորման նոր բանաձևեր ենք դրել եւ ակնհայտ է, որ այդ բանաձևերը գործում են, որովհետեւ մենք շահագրգռություն ենք ստեղծել, որպեսզի մեր մշակութային հաստատությունները իրենց սիրած գործով զբաղվելով իրենք իրենց համար ավելի մեծ եկամուտ գեներացնել եւ ինչքան իրենք եկամուտ գեներացնեն, մենք այդքան կավելացնենք։ Պետական բյուջեի ծախսային տողը, երբ որ մենք բոլոր երեխաների համար, օրինակ թանգարանների մուտքը մինչև 12 տարեկան դարձրեցինք անվճար։ Պետական բյուջեի փողը, երբ որ մենք աբոնենտային ծրագիր ստեղծեցինք, աբոնեմենտային ծրագիր ստեղծեցինք դպրոցականների համար, որպեսզի ամեն դպրոցական տարին պետական բյուջեի հաշվին գոնե մի թատրոն, գոնե մի թանգարան, գոնե մի համերգ այցելի եւ դրանում ներառեցինք նաեւ տրանսպորտային ծախսերը մարզից մարզ տեղափոխելու երեխաներին մարզից մարզ տեղափոխելու համար։ Հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն պետության սեփականությունն են եւ գտնվում են պետության հոգացության ներքո։ Եվ այդ թվում ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ։ Բայց նաև
պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև ելի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Կարճ ասած, իհարկե այս ցանկը կարող ենք շարունակել, ես չեմ ուզում շարունակել։ Երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում։ Ես հիշում եմ բյուջետային քննարկումները, որ ամենատարբեր դեռ լրագրող եղած ժամանակներից ես ինքս էլ որպես պատգամավոր գործելով բյուջեին տարբեր անուններ եմ տվել եւ տարբեր ժամանակներին բյուջեի համար եղել են տարբեր ձևակերպումներ, չգիտեմ, բանի ճգնաժամի բյուջե, ետճգնաժամի բյուջե, կոնսերվատիվ բյուջե, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես տարբերակումները պետք է հանենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի երջանկության բյուջե։ Այսինքն մեր բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչա պետք Հայաստանի Հանրապետությանը եւ նրանց քաղաքացիներին երջանիկ լինելու համար։ Եվ սա կարծում եմ շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Բայց չեմ ուզում եւ չեմ կարող շղթել, որ մարդու երջանկության համար, ինչպես նշված է նաև իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում, անհրաժեշտ են նաև անհրաժեշտ կենցաղային պայմաններ։ Բայց ես ուզում եմ նաև մի արձանագրում անել, որ անհատական կենցաղային պայմանները բավարար չեն մարդու երջանկության համար։ Առիթ ունեցել եմ նաև կառավարության 2024 թվականի գործունեության զեկույցի ընթացքում ասել, որ իհարկե շատ կենցաղային օրինակով, եթե մարդը ունի հարմար նորոգված բնակարան, դա դեռ չի նշանակում, որ ինքը բարեկեցիկ է։ Պատկերացրեք լավագույն ձևով կառուցված եւ նորոգված առանձնատուն։ Եվ մարդը իր ընտանիքով ապրում է այդտեղ։ Արդյոք դա բավարար է, որ նա համարվի բարեկեցիկ։ Բացարձակապես բավարար չի։ Որովհետև կարող է այդ բնակարանը, այդ տունը հազար ներողություն չունենալ կոյուղի օրինակ, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ ջրամատակարարում, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ էլեկտրական հոսանք։ Լավ, հիմա արևային ֆոտովոլտային կայաններ կարող են դնել, այդ մասը հələ բան անենք, բաց թողենք։ Չնայած այդ էլ հանրային ենթակառուցվածք է։ Եթե մարդը այդ տանը ամեն օր առավոտյան ուտումը սև խավիար, կեսօրին, չգիտեմ, կարմիր խավիար, երեկոյան եւ կարմիր եւ սև խավիար, եւ այդ տնից դուրս է գալիս։ Եվ այդ տնից դուրս գալու համար պետք է 1.5 մետրանոց ռետինե սապոգներ հագնի, որովհետեւ հակառակ դեպքում ցեխի մեջ կկորի, այդ մարդը չի կարող համարվել բարեկեցիկ։ Կամ եթե այդ մարդը ինքը իրան էս իմ ասած պայմաններում համարի բարեկեցիկ, ուրեմն մենք պետք է մի հատ ստուգենք բարեկեցության այդ ընկալումը։ Սա ինչի համար եմ ասում, ինչ կապ ունի սա, հարգելի գործընկերներ, բյուջեի կատարման հաշվետվության քննարկման հետ։ Իսկ կապը հետևյալն է, որ մարդու անհատական բարեկեցությունը կախված է ոչ այնքան նրանից, թե ինքը ինչքան փող է ծախսում իր ընտանիքի համար, շատ ավելի կախված է նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեն ինչքան փող է ծախսում իր այդ նույն մարդկանց ընտանիքի եւ անհատի բարեկեցության համար։ Եվ այս ընկալումը առանցքային է, մենք պետք է սա հասկանանք, մենք չենք կարող առանց սա հասկանալու ունենալ բարեկեցություն Հայաստանի Հանրապետությունում։ Չենք կարող ունենալ։ Եվ այն պնդումը, որ ես առաջին անգամ, երբ որ արեցի ազգային ժողովում, մի քիչ էլ երևի սպոնտան, հաջորդ պահին լարվեցի, երբ որ ասացի, որ ոչ մի ընտանիք, բացարձակապես ոչ մի ընտանիք, ինքը իր կյանքի եւ բարեկեցության վրա չի ծախսում, չի կարող ծախսել ավելի շատ,
քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Բայց հետո ինչքան գնաց, ավելի արմատավորվեց այդ միտքը եւ դա դարձել է համոզմունք։ Ի վերջո եկեք հասկանանք, Հայաստանի Հանրապետությունում չկա գետ մի քաղաքացի, անկախ սոցիալական եւ այլ կարգավիճակներից, չկա գետ մի քաղաքացի, որը ինքը իր ընտանիքի բարեկեցության ապահովության համար ծախսում է ավելի շատ գումար, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ Հայաստանի պետական եւ տվյալ համայնքի համայնքային բյուջեն է ծախսում։ Եվ հետեւաբար, հարգելի գործընկերներ, պետք է հասկանանք, ըմբռնենք խորությամբ, որ չափազանցություն նրանում, եւ որ ասում եմ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորի հավաքական, բայց նաեւ մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն է։ Սրանում ոչ մի չափազանցություն չկա, եւ այս ամեն ինչի համար եմ ասում, հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետքա փոխվի, ֆունդամենտալ ձևով պետքա փոխվի, որովհետեւ կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն, կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն, կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն, կա հարկ, կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն, կա հարկ, կա կրթություն, չկա հարկ, չկա կրթություն։ Սա ընդ որում այս թվարկումը ժամերով շարունակենք, կա հարկ, կա ճանապարհ, չկա հարկ, չկա ճանապարհ, կա հարկ, կա լուսավորություն, չկա հարկ, չկա լուսավորություն, կա հարկ, կա սոցիալական ապահովություն, չկա հարկ, չկա սոցիալական ապահովություն, կա հարկ, կա անտառ, չկա հարկ, չկա անտառ, կա հարկ, կա մաքուր օդ, չկա հարկ, չկա մաքուր օդ։ Հիմա հա անսպառ է, բառեզբուն իմաստով անսպառ է։ Հիմա այն ինչ որ չկա, ինչի պատճառով է, որ չկա։ Հարկ չլինելու պատճառով է, որ չկա։ Աշխատանք չլինելու պատճառով է, որ չկա։ Հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքի պատճառով է, որ չկա։ Եվ դրա համար էսա պատճառը, որ ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ եւ վերջին շրջանում, որ օրինակ շատ քննարկում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը։ Ես բոլոր դեպքերում ասում եմ եւ հիմա էլ ուզում եմ ասել, հրապարակային էլ եմ ասել, որ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, գյուղում ապրող մարդիկ, մանավանդ այն գյուղերում, որտեղ մենք մանկապարտեզ ենք կառուցել, փողոցներ ենք կառուցել, երբ որ խոսում են հարկի շատ լինելու մասին, խնդրում եմ ուղղակի եկեք ուղեկցենք իրենց եւ նայենք, ուղղակի լուր նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում իր գոյության ողջ պատմության ընթացքում, հասկանում եք, հազարամյա պատմության ընթացքում չի եղել դպրոց։ Մենք այսօր մանկապարտեզներ ենք կառուցում այն գյուղերում, որտեղ այդ գյուղերի հազարամյա պատմության ընթացքում չի եղել մանկապարտեզ։ Հարգելի գործընկերներ, մենք պետք է ի վերջո արձանագրենք մի բան։ Հասկանում, մենք շատ ենք սիրում, չէ՞, խոսել քաղաքակրթության մասին։ Եվ դա մեր սիրած թեման է։ Մեր գյուղերի 90, այսինքն մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը գոյության ողջ պատմության ընթացքում եղել են ցեխի մեջ։ Հասկանում եք։ Մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը
իրենց գոյության պատմության ողջ ընթացքում եղել են ցեխի մեջ։ Այսինքն փողոցը չի ունեցել իր բնական վիճակի մեջ եղել։ Պարզապես մարդիկ այդտեղով ոչ ենթակառուցվածք չի եղել, մարդկանց ուղակի քայլելու տեղ է եղել։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեզ անհրաժեշտ է այս ամեն ինչը ինչի համար եմ ասում։ Այս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ ցույց տամ հարկի, բյուջեի, մարդկանց անհատի բարեկեցության կապը, բայց չեմ կարող ժխտել, որ մեզ հարկային քաղաքականության շուրջ անհրաժեշտ է լայն եւ մեծ ըմբռնում։ Եվ ես կարծում եմ, որ մենք առաջիկա շրջանում եւ առավել եւս առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում հերթական պետք է այս թեման շատ լրջորեն քննարկենք մեր քաղաքացիների հետ։ Այսինքն պետք է հարկի նկատմամբ, ինչքան էլ դա դժվար հնչի, պետք է ձևավորել հարազատություն։ Ես համաձայն եմ, որ հարկի նկատմամբ հարազատություն ձևավորելը կախված է նաև նրա չափից, նրա կշռից, հանգամանքից, ծավալից։ Եվ ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ այսօրվա մեր հարկային համակարգը կատարյալ է։ Չենք կարող, ես նույնիսկ հույս չունեմ, չեմ էլ կարող տենց խնդիր դնել, որ եկեք կատարյալ հարկային համակարգ ունենանք։ Համակարգը կատարյալ չի լինելու երբեք, բայց ես կարծում եմ, որ մեր առաջնորդությունը պետք է լինի նրա մասին, որ մենք ըմբռնում պետք է ձևավորենք քաղաքացիների շրջանում, որ հարկը իր ընտանիքի, իր երեխայի, իր տան, իր սեփականության, իր երկրի անվտանգության, բարեկեցության, երջանկության համար է։ Մենք պետք է հասկանանք ինչ է մեզ պետք երջանկության համար, ինչքան է հարկավոր վճարել այդ երջանկության համար եւ ինչպես ենք բաշխում այդ երջանկության համար անհրաժեշտ գումարների հավաքագրումը, որովհետեւ ուզում եմ ելի ընդգծել եւ դրանով թերևս ամփոփել, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ բան տեղի չի ունենում առանց պետական բյուջեի ծախսի։ Եվ հետեւաբար որևէ բանի տեղի ունենալը սկսած մարդկանց ամուսնությունից։ Ասենք, որ դա նաև որոշակի համակարգ է, որը գրանցում է ամուսնությունները, բայց ելի եմ ասում, պետք է ճանապարհ լինի, չէ՞ որ մարդիկ հարսանիք անեն, չի լինի այլ կերպ։ Եվ հոսանք պետք է լինի, ջրամատակարարում եւ այլն, էլ բան չանեմ, չպարզաբանեմ։ Եվ հետեւաբար մեզ պետք է ձևավորել, ես չի ասի կոնսենսուս, ես կասեի, որ ըմբռնում, թե ինչպես, որտեղ եւ մենք պետք է ինչ չափով մենք պետք է հարկեր վճարենք, բայց որպեսզի այդ ըմբռնումը ձևավորվի, նախ պետք է արձանագրել, թե այդ հարկերը ինչի համար են։ Ես կանխատեսում եմ, որ այս քննարկումից հետո նաև հետևյալ մի արձագանքն լինելու, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևատրումները եւ այլն, ես այսօր առավոտ հատուկ հանել եմ այս քննարկումից առաջ, խնդրել եմ ֆինանսների նախարարությունը տա տեղեկատվություն եւ երբ որ ես խոսում եմ 238 միլիարդ աշխատավարձի մասին, ուրեմն պիտի ասեմ, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը այդ ամեն ինչի մեջ փոքր են 5%-ից։ Պետական կառավարման համակարգի այդ բոլոր մեծադղիրդ պարգևատրումները եւ այլն։ Եվ ելի եմ ասում, եթե օրինակ ամբողջ պետական այդ շահարկումները որ կան, որ պարգևատրում մի ստացեք, թոշակները բարձրացրեք, եթե օրինակ 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով։
Պատկերացնում եք, ամբողջ պետական համակարգ, դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով եւ այլն, բոլորը ոչ մեկ 0 աշխատավարձ, բայց այդտեղ կա մի նրբություն։ Այդ աշխատավարձ, այդ թոշակը, որը այդ համակարգին աշխատավարձ չտալով կարելի էր 1500 դրամ բարձրացնել, ենթադրենք մարդը ստանում է հիմա 30,000 դրամ թոշակ։ Ենթադրենք ապրիլին մենք որոշել էինք, որ վերջ այս ամիս պետական հիմնարկներ, պետական համակարգը աշխատավարձ չի ստանում եւ դրա արդյունքում պետք է թոշակառուն ստանալ 31,500 դրամ կենսաթոշակ։ Որոշումը կլիներ, բայց կենսաթոշակների 70%-ը այդ կենսաթոշակը չի ստանա ֆիզիկապես, որտեվ հրճակված կլներ, բայց այն համակարգը, որը պիտի այդ թոշակը A կետից հասնի B կետը, ուղղակի այդ համակարգը գոյություն չէր ունենա։ Լավ, մի ամիս կարար գոյություն ունենար, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա արդեն։ Լավ, երկրորդ ամիսը գոյություն ունենար, երրորդ ամիսը գոյություն չէր ունենա վստահաբար։ Որովհետև ոչ մեկ չէր համաձայնվի առանց աշխատավարձի աշխատել։ Եթե համաձայնվեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չի։ Ուրեմն ժողովուրդը պետք է մտածեր։ Թույլ տալիս է, որ իրանք առանց աշխատավարձի աշխատեն, թե թույլ չի տալիս։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր ուշադրության համար եւ մաղթում եմ մեզ, ձեզ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության հաջող եւ արդյունավետ քննարկումներ, որոնց արդյունքում այդ քննարկումների արդյունքն էլ պետք է ի վերջո մենք ուրվագծենք, թե ինչ արդյունք ենք ուզում ունենալ։ Մենք ուզում ենք ունենալ ավելի լավ պատկերացումներ, ինչպես կարող ենք ունենալ ավելի շատ եկամուտներ պետական բյուջե եւ ինչպես կարող ենք մեր ծախսերը դարձնել առավել արդյունավետ, առավել հասցեական, որպեսզի այդ ծախսերը առավել արդյունավետ ծառայեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը, բարեկեցությանը, երջանկությանը։ Շնորհակալ եմ։